Սիրելի բարեկամներ, այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա, հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն։ Մեր նպատակը մեկն է՝ կառուցել արդյունավետ և բարեկեցիկ Հայաստան։ Միայն այդպիսի Հայաստանն է ունակ պաշտպանելու ինքն իրեն և զորավին կանգնելու Սփյուռքի իր քույրերին ու եղբայրներին։ Մենք որևէ ձևով չենք թերագնահատում մինչև օրս կատարված հսկայածավալ աշխատանքը և կյանքի կոչված բազմաբնույթ ծրագրերը։ Ավելին, մեր երախտագիտության անկեղծ խոսքն ենք հայտնում դրանք իրականություն դարձրած մեր քույրերին ու եղբայրներին։ Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման և կյանքի կոչման աշխատանքներին։ Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ։ Որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից։ Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները և պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը։ Սիրելի բարեկամներ, մենք պետք է փորձենք ակտիվորեն օգտագործել Սփյուռքի մասնագիտական ներուժը, այդ թվում նաև երիտասարդ ու արհեստավար շրջանակների հնարավորությունները, հմտությունները, նորարարական տաղանդը։ Հայը անկախ բնակության վայրից մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և շնորհքով։ Մեր ժողովուրդը ծնել է աշխարհահռչակ գիտնականներ, արվեստագետներ, բժիշկներ, գյուտարարներ, գործարարներ։ Դա է մեր մեծ նվաճումը, մեր մարդկային խոշոր կապիտալը։ Դուք Սփյուռքի մեր հայրենակիցներդ հային ճանաչելի եք դարձրել ամբողջ աշխարհում։ Այժմ եկել է Հայաստանը լայնորեն ճանաչելի դարձնելու ժամանակը։ Անհրաժեշտ է աշխատել Հայաստան երկրի և պետության համար ավելի բարձր հեղինակություն և համբավ վաստակելու ուղղությամբ։ Եթե ուրիշներն ունեն նավթ, գազ, ծով, ապա մեր ծովը, մեր ելքը դեպի արտաքին աշխարհ դուք եք, սիրելի հայրենակիցներ։ Այս հսկայական ներուժի ճիշտ ուղղորդման պարագայում կարող ենք ցանկալի հաջողությունների հասնել։ Հզորացնենք մեր բոլորի հայրենիքը։ Սփյուռքը համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրման հուսալի և ամենաարդյունավետ կամուրջն է։ Պատմության անարդարության հետևանքով աշխարհը դարձել է շատ հայերի տունը, բայց Հայաստանը եղել ու մնում է սփյուռքահայության օջախն ու հարազատ հանգրվանը։ Սիրիայի ողբերգությունը և մասնավորապես սիրիահայության վիճակը բոլորիս ցավն են, բայց այսօր, ի տարբերություն մեկ դար առաջ տեղի ունեցած աղետի, մենք ունենք մխիթարություն, որ Հայաստան պետությունն է։ Հավաստիացնում եմ ձեզ, որ մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում։ Մեզ համար նրանք փախստականներ չեն, այլ հայրենադարձներ, որ վերադարձել են իրենց տուն։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ նրանք հիմնավորվեն հայրենիքում և հարմարվեն նոր պայմաններին։ Նրանցից շատերն արդեն նոր երանգ են հաղորդել մեր հասարակությանը և նույնիսկ բիզնես միջավայրին։ Այո, դժվար է, և շատերը դեռ սպասողական վիճակում են, քանի որ մեծ է քաղաքական անորոշությունը։ Այսուհետ պետք է բոլորս մեկ բռունցք դառնանք և մեր ջանքերն ուղղենք նոր Հայաստանի կերտմանը։ Դա պետք է լինի նոր, ավելի ազատ, ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի առաջավոր երկիր։
Հարգելի գործընկերներ, հայ գործարարները զգալի ավանդ ու կշիռ ունեն համաշխարհային տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Միաժամանակ սփյուռքահայ գործարարների համագործակցությունը Հայաստանում եւ արտերկրում մնում է ոչ բավարար։ Հայաստան-Սփյուռք գործակցության արդի փուլի գերակա ուղղություններից մեկն է Սփյուռքի գործարարների մասնակցության ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում։ Սփյուռքի գործարարները ներգրավելով իրենց կապերը կարող են նպաստել Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերի իրագործմանը, սակայն դրանից ոչ պակաս կարևոր է գործարար մշակույթի ձևավորման գործում ժամանակակից հմտությունների կիրառումը։ Դա առաջին հերթին կարող են անել հենց եվրոպական զարգացած միջավայրում աշխատող հայ գործարարները, բերելով իրենց հետ աշխատանքի կազմակերպման ամենաառաջադեմ մշակույթը։ Սփյուռքի ներդրումներն այսուհետ պետք է թիրախավորված եւ նպատակային բնույթ կրեն, միտված լինելով Հայաստանի արդյունաբերության զարգացմանը եւ երկրի տնտեսության մյուս ճյուղերի խթանմանը։ Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Այս առումով Սփյուռքը պետք է լինի գիտելիքի եւ հմտությունների կարևորագույն աղբյուրը Հայաստանը տարածաշրջանում գործարար եւ ներդրումային միջավայրի լավագույն վայրը դարձնելու համար։ Մենք, սիրելի բարեկամներ, քաղաքացիական հասարակությունը մշտապես դիտարկել ենք որպես գործընկեր եւ ոչ որպես հակառակորդ։ Մենք կարևորում ենք համահայկական քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը։ Հեռահաղորդակցության արդի տեխնոլոգիաների պայմաններում դա դերևս անխուսափելի իրողություն է։ Եթե մենք ձեզ հետ միասին ուզում ենք, որ Հայաստանը լինի ավելի ազատ, ավելի արդար եւ ավելի ժողովրդավար, ապա մեկ-մեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն մենք պետք է իրար հետ խոսենք եւ ոչ միայն խոսենք, այլև համագործակցենք։ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները պետք է լինեն անշրջելի։ Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է հիմնովին բարեփոխել կրթության բնագավառը։ Այստեղ կարևոր է նաև Սփյուռքի մտավոր ներուժի ներգրավումը, նոր գիտելիքի եւ հմտությունների ներդումը կրթության ոլորտում, խորհրդատվությունից մինչև դասավանդում։ Հայաստանը եւ Սփյուռքը համատեղ ջանքերով կարող են աստիճանաբար հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը, միաժամանակ զերծ մնալով հուսախաբությունից եւ հիասթափությունից։ Անհրաժեշտ է գտնել նոր լուծումներ, համախմբվել, դառնալ մեկ բռունցք եւ մեկս մյուսին լրացնելով ու օգնելով առաջ շարժվել այս դժվարին ժամանակներում։ Սիրելի բարեկամներ, վստահ եմ քաջատեղյակ եք, որ առաջիկայում Հայաստանում թևակողելու է նոր ժամանակաշրջան, անցնելով պետական կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ենթադրում է նոր քաղաքական մշակույթ, համակարգային լայնածավալ բարեփոխումներ, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու որոշումը պայմանավորված էր մեր երկրի վաղվա օրն ավելի ժողովրդավար, անվտանգ եւ բարեկեցիկ տեսնելու ցանկությամբ եւ անհրաժեշտությամբ։ Կասկածից վեր է, որ այդ փոփոխությունները ենթադրում են նաև Սփյուռքի հետ գործակցության նորացված օրակարգ։ Այդ օրակարգը կարող է ամփոփվել հետևյալ կարգախոսով՝ փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն։ Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարմանալիորեն միաբանվել է օրհասական իրավիճակներում։
Ինչն է խանգարում մեզ դա անել խաղաղ պայմաններում։ Եվ ինչն է խանգարում մեզ առաջ տանել մեր երկիրը շնացնելով ու զորացնելով այն։ Ես այդ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեմ տեսնում։ Համոզված եմ, որ այսօր մենք ունենք բոլոր նախադրյալներն ու նախապայմանները նոր թափ հաղորդելու մեր գործակցությանը։ Սա է մեր տեսլականը, սա է մեր պատկերացումը, սա է մեր վաղվա հաջողության անժխտելի գրավականը։ Սիրելի բարեկամներ, եզրափակելով խոսքս, եւս մեկ անգամ խորին երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ այստեղ լինելու համար։ Հավատացած եմ, որ մենք ի զորու ենք հաղթահարելու մերօրյա մարտահրավերները, սեփական թերահավատությունը եւ այդպիսով հավաքական ջանքերով պայքարելու հանուն մեր լուսավոր ապագայի։ Միմյանց սատարելով մենք կարող ենք զինվորագրվել պետականաշինության գործին եւ դրա անմիջական մասնակիցը դարձնել մեր փայլուն երիտասարդությանը։ Մենք պետք է լինենք առավել խիզախ ու նպատակասլաց, փոխադարձ հարգանքով լեցուն։ Մենք պետք է տեր կանգնենք մեր վերանվաճված հայրենիքին։ Մենք պետք է զորանանք, որ զորացնենք դարերով փայփայած մեր դրախտավայր հայրենիքը, Հայաստանը։ Ուրեմն եկեք բոլորս միասին գործենք, շնորհակալ եմ։